Հալելույա, փառք Աստծուն։ Մենք ինչ հրաշալի ժամանակ ունենք, Տերը օրհնի։ Ուզում եմ այսօր իմ խոսքերի շարունակեմ առաջնայնությունների մասին, որովհետև գիտեք, տեսնում եմ այս վերջի ժամանակների մեջ, որ շատ կողոպուտ կա, շատ գողություն կա, այսինքն ամեն մի ինֆորմացիոն դաշտը աշխատում է մարդու ֆոկուսը գողանալու համար, աշխատում է, որ մարդու ֆոկուսը կարևորներից գողանա, ժամանակավոր կարճաժամկետ բաների վրա ու ինչ է կատարվում, շատ մարդիկ իրականում կորուստ ունեն ժամանակի առումով, ջանքի առումով, կարողության առումով, նպատակների առումով, շատերը մեկ էլ հանկարծ հոպ տեսնում են, որ քոր փոշման մնացել են, ասում են, այ մարդը, անիմաստ կյանքս վատնեցի, ինչի մի բան չարեցի, գոնե մի բան կանեի, գիտեք, այսօր շատ ուժեղ կողոպուտ է գնում, այս աշխարհը ունի իր նպատակը, բայց մեր Տերն էլ ունի իր նպատակը, գիտեք, մեր Տերը հետաքրքրված է, որ փրկի, բժշկի, ազատագրի, ու այդ նպատակի մեջ նա երբեք չի փոխվում, նա միշտ նույնն է, երեք այսօր եւ հավիտյան, Հիսուսը հենց այդպիսին է, եթե ինքը փոխվող Տեր լիներ, նշանակում է մենք ճիշտ Աստծու չենք հավատում, բայց նա երբեք չի փոխվում, նա արտասովոր մոտեցում ցույց կտա, բայց երբեք չի փոխվի իր տրամադրության հարցով, իր սիրո հարցով, իր նպատակների հարցով։ Գիտեք, երբ որ մենք Իրանից հայացքը թեքում ենք, մենք սկսում ենք վնասվել, բայց երբ որ մենք իր վրա մեր հայացքը պահում ենք, մենք լուսավորվում ենք։ Անգամ 5 կտակարանում մի զարմանալի բան ենք մենք բացահայտում, որ բոլոր այն մարդիկ, որ անապատում տրտունջ բարձրացրեցին Աստծո դեմ գոհության փոխարեն, արդյունքը այն է, որ թունավոր օձերը դուրս եկան ու սկսեցին տրտնջացողներին կծոտել, թունավորել։ Գիտեք, ամեն մի տրտունջը նման է քո կյանքում, որ մի թունավոր իժ կծել է քեզ։ Ու այդ թույնը շարունակվելու այնքան ժամանակ, մինչև դու հայացքդ չուղես Հիսուսի վրա ու ասես, Տեր, քո կարիք ունեմ։ Այդ ժամանակ նրա սրբացնող զորությունը կանցնի ու ամեն թույնից քեզ կազատի։ Գիտեք, տրտունջը դա օձի կծած է մեր կյանքի մեջ, ու էդի երբ որ մեզանից դուրս է գալիս, դա նշանակում է, որ մենք թունավորված ենք, դրա համար ենք տրտնջում։ Երբ որ մեզանից գոհություն է դուրս գալիս, դա էլ նշանակում է, որ Քրիստոսի արյունը սրբել է քեզ ու դրա համար դու կարաս գոհանաս։ Երբ որ դու քո լավի համար չես գոհանում, քո չեղածի համար տրտնջում ես, ախարետել քեզի հիմարացնելու է, քեզ պետք չի էդի։ Աստված չի ուզում, որ մենք հիմարների պես լինենք այս աշխարհում։ Մենք հազար ու մի լավ բան ունենք, գոհության հազար ու մի պատճառ ունենք։ Այն որ Հիսուսը քո հետ է, դա արդեն բավական է, որովհետև ամբողջը արդեն քո հետ է։ Դու չես կարա Հիսուսից մի ուրիշ բան ամբողջական սարքես քո կյանքում։ Եթե դու Հիսուս ունես, նշանակում է ամեն բան ունես։ Մնացած բոլոր բաները ձեռքբերովի են, քեզ պետք է այս կենտրոնացումը չփոխես քո տեսադաշտում, որ ոչ մի օտար բան նրա տեղը չկանգնի քո կյանքի մեջ։ Ու դրա համար առաջնայնությունները շատ կարևոր են։ Գիտեք, երբ որ նայում եմ Հիսուսին, ինչի վրա եմ ապշած մնում հենց գրվածքների մեջ, որ Հիսուսը այնքան կենտրոնացած էր հոր վրա, մենք իրանից պետք է սովորենք այս կենտրոնացումը։ Գիտեք, իր կենտրոնացումը մի անգամ չվրիպեց։ Նա այնքան կենտրոնացած էր, այս առաջնայնությունը երբեք չէր կորցնում իր տեսադաշտի մեջ։ Ինչու, որովհետև դրանից էր կախված ամբողջ իր հաջողությունը, այն գործ ինչի համար որ ինքը եկել էր, կհաջողվեր թե չէ։ Եթե ինքը մի ակնթարթ իր ֆոկուսը հոր վրայից փոխեր, հոր ուզածի վրայից փոխեր, նա կձախողվեր այն գործի մեջ ինչի համար որ ինքը եկել էր։ Իսկ նա ասում է, ես իմ անձը սուրբ եմ անում նրանց համար, հորը աղոթք անելու ժամանակ ասում է, անգամ ես ինձ ամեն մի ցանկություններից հեռու եմ պահում, մի բանի համար Տեր, որ մենակ թե հաջողվեմ, որ քո սերը հասնի այդ մարդկանց։ Դուք պատկերացեք, Հիսուս այնքան կենտրոնացած էր հոր ուզածի վրա մեր հանդեպ, որ նա հրաժարվեց իր անձնական շահերից իմ ու քո համար, որ ինքը կարողանա հոր սերը հասցնի քեզ։ Մենք պետք է այսի սովորենք Հիսուսից։ Եկեղեցին պետք է սովորի այս բանը Հիսուսից։ Ամեն մի վերստին ծնված հավատացյալ քրիստոնյան պետք է սովորի այս բանը Հիսուսից։ Ինչու՞, որովհետև Հիսուսը շատ զարմանալի բան է խոսում։ Դա տեղեկատվություն չի խոսում, նա կյանք է փոխանցում։ Երբ որ դու Աստվածաշունչը ինչպես տեղեկատվություն գիտես, կյանքդ չի փոխվում, բայց երբ որ դու սկսում ես ճանաչել, կյանքդ փոխվում է։ Մեզի պետք չեն անվանի քրիստոնյաներ առանց փոխված կյանքերի, մեզի պետք է որ ամեն մեկը հանդիպի Հիսուսին, փոխվի, ինքնագլուխ չդառնա, ինքնակամ չդառնա, իր ձևով չդառնա, այլ Տիրոջ ուզածով դառնա, որտեղ Տիրոջ ուզածը քո համար բարի է։ Քո ուզածը չի կարա բարի լինի, քո հասկացածը շատ ցածր է, որ կարողանա հասկանա ինչա բարին, բարին Տերն է։
Բարին Տերն է, նրանով է ամեն ինչ ակտիվանում, առանց նրա ոչ մի բան չի ակտիվանում։ Ես մի օր միտեղ նստած զրույց էինք անում, մեկ էլ ասենց տրամաբանական հարց տվեցի, ասեցի մի հատ տրամաբանական հարց եմ տալի։ Պատկերացեք, Հիսուսը ասում է, ես եմ կյանքը։ Եթե դու Հիսուսի հետ ես, ապա ում հետ ես։ Ոնց որ ասենց բլոկ ընկան։ Մարդու միտքը ոնց որ կախեց։ Չկարողացավ հասկանալ ինչ եմ ասում։ Ասի նորից եմ ասում, տրամաբանական հարց եմ ասում քեզ։ Եթե Հիսուս ասում է ես կյանքն եմ, ու դու Հիսուսի հետ ես, ապա ում հետ ես։ Աչքերը այսպես դարձավ, որովհետև հասկացավ ես ինչ նկատի ունեմ։ Հիսուս ասում է ես կյանքն եմ։ Եթե դու կյանքի հետ ես, ուրեմն դու մահվան հետ ես։ Դու ինքդ քեզ չես կարող խաբես, կամ դու կյանքի հետ ես, կամ մահվան հետ ես, չկա մեջտեղի վիճակ, կամ Հիսուսի հետ ես, կամ մահվան ոգու հետ ես, իսկ մահվան ոգին ինքը քո լավը չի ցանկանում, նա քեզ կողոպտել է ուզում։ Ամեն առումով, այստեղ կարևոր է արդեն մեր առաջնայնությունների հարցը, ինչի ենք մենք էսի կարևորում։ Պատկերացեք, երբ որ Հովհաննեսի 3:30-ում մենք կարդում ենք, որ Հովհաննեսը ինչ է ասում Հիսուսի մասին։ Հիսուսի մասին այսպիսի արտահայտություն է անում։ Նա պետք է իր գործով մեծանա, աճի, ես պետք է փոքրանամ իմ գործով եւ արանքից ֆոկուսը հեռացնեմ իմ վրայից, իմ ծառայության վրայից, որովհետեւ իր ծառայությունը պետք է մեծանա։ Իր ծառայությունը պետք է աճի։ Ում մասին էր Հովհաննես Մկրտիչը խոսում Հիսուսի մասին, որ Հիսուսի ծառայությունը պետք է մեծանա, Հիսուսի գործը պետք է մեծանա, Հիսուսի ամեն ինչը պետք է մեծանա, որովհետև ես դրա համար եմ եկած։ Ու դուք պատկերացեք, նա ցույց է տալի, որ իր ֆոկուսը ինչի վրա էր, ու այդ ֆոկուսը փոխվում է մի ակնթարթում, երբ որ Հիսուսը գալիս իր մոտ ջրով մկրտվելու, նա մկրտում է ու նա գնում է իր կարելի ասել իր ծառայությունը ավարտում է։ Բայց Հիսուս շարունակում է իր գործը ակտիվ եթում առաջ։ Ու ուզում եմ այսօր ես ու դու ուշադրություն դարձնենք այն կարևոր բանի վրա, որ Հիսուս ուզում է գրավի մեր ուշադրությունը, որ մենք պետքա ճաշակենք նրան, լավ, մենք պետքա ճաշակենք Հիսուսին։ Մենք չենք կարող ուղղակի տեղեկատվություն ունենանք իր մասին, պետքա ճաշակենք։ Հիսուսը այնպիսի լեզու է օգտագործում, որ դու պետքա մենակ այն որ ասում է անֆայն պետքա լինես, որ չհասկանաս։ Հիսուսը երբ որ խոսում է ինչ որ հասանել լեզվով, այդ նշանակում է նա քո մտքի հետ աշխատում է, որ դու ֆայմես ինչ նկատի ինքը ունի, որ դու ջոկես ինչ նկատի ունի, ինքը չի ուզում մի բան անի, որ դու չհասկանաս, նա ուզում ամեն բան հասկացնի, որ դա տեղ գտնի քո ներսում, բայց մեր ներսը, եթե իր հետ չլավ, մենք չենք էլ կարող այդ ամեն ինչը հասկանանք։ Շատ մարդիկ ասում են, ես որ կարդում եմ Աստվածաշունչ չեմ հասկանում։ Այո, չես էլ հասկանա, որովհետև դու օտարի պես ես կարդում, ոչ թե հարազատի պես։ Ոնց հասկանաս, եթե դու քեզ օտարի պես ես պահում։ Հարազատներին է բաները բացվում, բարեկամներին է բաները բացվում։ Հիսուսը ասեց. Բարեկամներին ամեն բան բացվում է։ Հիմա հարցը նրանում է, դու ուզում ես իր այդ բարեկամություն անես, թե ուղղակի քեզ պետքա օտարի պես պահես, անձի մի հոգնեցրեք, ես ոնց կուզենամ կգամ, ոնց կուզենամ կգնամ, սիրելիս, օտարի պես մի եղի նրա նկատմամբ, ով որ քեզ հարազատի պես է նայում։ Նրա համար դու առաջնային ես, թող ինքն էլ քո համար առաջնային լինի։ Գիտեք, երբ որ ինքը առաջնային չի քո համար, դու սկսում ես մարել։ Ախար ինքնա կյանքը, մարդը մարում է, երբ որ հանկարծ իսկ կյանքը մեզանց հեռանում է, երբ որ ինքը իմ ու քո կենտրոնը չլինի, ուշադրություն չլինի, դու ապրում ես, բայց չես ապրում, խաբում ես ինքդ քեզ թվում է դու ապրում ես, ախար ժամանակավոր բանով դու ոնց կարաս ապրես, դու պետք է իրականությունով ապրես, որ այս կարճաժամկետը, այն որ ասում է, բանի պես չլնես, ափսոսանքի պես չլնես, ինչքան մարդիկ իրանց օրերի վերջում ասում են, որ շանսը լիներ նորից ապրելու, ես այսպես չի ապրի։ Ու հասկանում ես, որ փորձառություն են ձեռք բերել։ Եկեք մենք հասկանանք, որ Հիսուսը մեր համար շատ կարևոր դաս է բացում այս ամեն ինչի մեջ։ Ուրեմն, Հովհաննեսի 6-րդ գլխում մենք կարդում ենք հետաքրքիր իրավիճակ, որ Հիսուսը իրան հետևող ժողովրդի հետ աշխատում է, որովհետև մի ամբողջ մասա, որոնց կերակրել էր, հրաշք էր արել, որ իրանք հաց էին կերել, ձուկ էին կերել, ու իրանք կշտացել էին։ Դուք պատկերացեք, այդ բոլոր ժողովուրդը ամենտեղ Հիսուսին էր ման գալի, որովհետև Հիսուսը այդտեղից հեռացել էր, ու այս մարդիկ գալիս են Հիսուսին գտնում են։ Ու ասում են, ես երբ եկաք, ու Հիսուս իրանց ասում է, դուք ինձ փնտրեցիք գտաք, որովհետև ձեզի հաց եմ տվել, դուք կերել եք, կշտացել եք, բայց ասում է երանի, որ դուք ես ֆիզիկական հացի պատճառով ինձ չփնտրեք։
Երանի, դուք պատկերացեք Հիսուս ինչ ասում, ասում է այնքան փափագում եմ, որ դուք այս կարճաժամկետի համար իմ անունը չօգտագործեք։ Այնքան փափագում եմ, որ դուք ձեր մի կտոր ուտելիքա, խմելիքա, հագնելիքի համար չօգտագործեք իմ անունը։ Նա ասում է, ես ուզում եմ, որ դուք երկնքի իրականությունով ապրեք, ախար ես այնքան ուժեղ պահա, ու իր սիրտը պետք է մենք հասկանանք, ինչի այս կշտացած ժողովրդին, որ իրան հետևել են, որտեվ հացը կերել են, կշտացել են, նա կանգնած իրանց ասում է, Երանի, ոչ թե այս կորչող հացի համար ապրեք, այլ այդ երկնային հացով ապրեք, որտեվ էսի ձեզի շատ պետք է լինել։ Սա առաջնային բան է։ Հիսուս այդ իրականությունով էր ապրում, ու ինքը կիսվում է այն ամեն լավ բանով, որ մենք էլ այդ իրականությունով ապրենք, ու դա հասանելի է դարձնում մեզ համար։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Հիսուսը, երբ որ այս խոսակցությունը թեման բացում է, նայեք, ասում է, գործեցեք, կարդում եմ Հովհաննեսի 6:27-ից 30 խոսքերը։ Ասում է, գործեցեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացողի եւ հավիտենական կյանքի մեջ է տանում մեզ, որ մարդի որդին կտա ձեզ։ Մարդի որդին էդի Հիսուսն է։ Հիսուս ասում է, նա ձեզ հաց է տալու, երկնային հաց է տալու, ոչ թե ֆիզիկական հաց է տալու։ Եթե մեկը ֆիզիկական հացի կարիք ունի, հենց ծառայությունից հետո կեթամ ես հաց կառնեմ քո համար։ Բայց դու ըտրա կարիքը չունես, դու ավելի շատ երկնքի հացի կարիք ունես, ու տեսեք ինչ ասում, մարդի որդին կտա, փաստորեն Հիսուսը հետաքրքրված է իր ժողովրդին երկնքի հաց տա, ու եթե ինքը կենտրոնացած է սրա վրա, եկեք բաց լինենք այս կերակուրի համար, եկեք տեսնենք ինչ ասում շարունակությունը, որովհետև Աստված հայրը կնքեց նրան, արդ նրան ասեց, ինչ անենք, ժողովուրդն է հարցնում, ինչ անենք, որ Աստծո գործը գործենք։ Պարզ հարց, ինչ անենք, որ ինչ անենք, այսօր իմ քարոզի վերնագիրը հենց այսպես է, ինչ անեմ, դու այդ հարցը պետք է տաս Հիսուսին, ինչ անեմ, որ Աստծո գործը գործեմ, ինչ անեմ, որ Աստծո կամքը անեմ, ինչ անեմ, ու տեսեք Հիսուսը ինչ պարզ բան ասում, Հիսուսն էլ պատասխանեց 29 խոսքը նրանց ասեց, սա է Աստծո գործը, որ հավատաք նրան։ Հիմա մեկը կար ասի, ես հավատում եմ, դու կարող ես տեղ համաձայն ես, հավատալ է չի, հավատալ նշանակում է, հեսակ հասկանակ, ինչի է կարևոր հավատակ սրան, տեսեք ինչ ասում Հիսուսը, սա է Աստծո գործը, որ հավատակ նրան, որին նա ուղարկեց, փաստորեն հավատքը գործ է, դա պարապ երևույթ չի, դա գործ է, դու քո հավատքը պետք է հասկանաս, դա աշխատանք է, եթե քո հավատքը չդիտարկես ինչպես աշխատանք, դու նշանակում է ոչ մի բան չես անում, քո հավատքը աշխատանքը, նա գործ է, նա պետք է բացահայտի Հիսուսին, բացահայտի իր իրականությունը, եթե իր իրականությունը չբացվավ քեզ համար, դու մենակ տեղեկատվություն ունես իր մասին, հավատքը նրա համար է, որ իր իրականությունը բացվի ինձ ու քեզ համար, դրա համար ինքը ասում է, սա է Աստծո գործը, որ հավատակ նրան, ում որ հայրը ուղարկել է, շարունակենք, Եվ նրան ասեցին, ապա դու ինչ նշան ես անում, որ տեսնենք եւ հավատանք, ինչ ես գործում։ Հիսուսը շարունակում է իրանց հետ խոսալ։ Հիսուսն նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ թե Մովսեսը տվավ ձեզ, որտեվ իրանց փորձառություններն էին ասում, այս մեր հայրերի Աստվածը մեզի օգնել է այս արե, բայց ավելի շատ ակցենտը դնում են Մովսեսի վրա։ Ու տեսեք, այստեղ խոսք է բարձրացնում Հիսուսը, ասում է ոչ թե Մովսեսը տվավ ձեզ երկնքի հացը, չէ որ 5 տակարում նրանք մանանա էին ուտում։ Փաստորեն այդ մանանա երկնքի հաց էր։ Դա բնականon ծագում չուներ, դա երկնքից ուղարկված հաց էր, այդ նշանակում է, որ երկինքը հաց ունի։ Ու Աստված այդ ժողովրդին այդ անապատում մասնակից է սարքում երկնային կերակուրի։ Այդ կերակուրը ընդհանրապես երկրային չի եղել, դա երկնային է եղել, ու այդ երկնային կերակուրին նրանց մասնակից է դարձրել։ Ինչի համար, որ նրանք իրանց Աստծո վրա հառած տեսնեն Աստծո փառքը, տեսնեն Աստծո ճոխությունը, այս իրականությամբ շարժվեն։ Ու Հիսուս էսի շեշտումը, բարձրաձայնում է, ասում է ոչ թե Մովսեսը տվեց ձեզ հացը երկնքից, այլ իմ հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։ Որտեղ դու հաց բառը լսում ես, մտորի, դա պետքա ճաշակես ուրեմ։ Եթե հաց, ուրեմ ճաշակել, եթե հաց, ուրեմ ճաշակել։ Նշանակում է հաց բառը քեզի հասկացողություն է տալի, որ դու պետքա ճաշակես։ Դու չես կարող հացի հոտը առնես ու չճաշակես։ Ես օրինակ հաստուխ եմ եղել, գիտեք, ամեն անգամ զարմացել եմ, գիտեք որ պահի վրա,
որ այդ հացը նոր թխվում է, այն որ հələ խմոր է, հոտ չի գալի։ Հա, այն հոտ այդքան էլ հաճելի հոտ չի, որտեղ հələ խմոր է։ Հասունանում է օտար հոտերին, բայց հենց թխվում է։ Իմ հետ տարօրինակ բաներ է սկսում կատարվել։ Իմ ախորժակը բորբոքվում է շատ ուժեղ ձևով։ Գիտեք ինչի, որտեղ այդ հոտը վերցնում իմ ամբողջ ներքնաշխարհը։ Բայց եթե ես քայլ չանեմ մի հատ այն ծերից պրտունջ անեմ, մի հատ կծեմ, ուտեմ, համը ճաշակեմ, հետո ինչ հոտը համով է։ Սիրելիներս, երբ որ այդ հոտը ընկնում է քիթդ, դու սկսում ես ներսում ակտիվանալ, երբ որ երկնքի այդ հացի հոտը գալիս է քո մոտ, դու նույնը չես մնում։ Հիսուսը ստեղ բարձրաձայնում ասում է, որ նա տալու է երկնքից ճշմարիտ հացը, որտեղ Աստծո հացը նա է, որ երկնքից է իջնում, որ աշխարհին կյանք տա։ Ուշադրություն դարձեք, առաջի բանը, որ մենք տեսնում ենք, երբ որ մենք ճաշակում ենք այդ հացը, որը Հիսուսն է, որը խոսքն է, այդ ժամանակ դու ինչ ես անում, դու կյանք ես ունենում։ Այս խոսքերը ճաշակողը կյանք է ունենում, սա երկնքից եկած հաց է, մենք պետք է դրա հետ համագործակցենք։ Տեսեք շարունակությունը ինչ է անում։ 6-րդ գլխի 34-35 խոսքերն եմ կարդում։ Ասում է նրանք էլ ասեցին, պատկերացեք, ով ասում, էսի են կասկածամիտներն չեն ասում, այն ովքեր կերը կշտացել են, այնքան ուրախացան Հիսուս էս ասածից, որ իրանք թեքվել են Հիսուսին ինչ են ասում։ Տեր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը, բայց չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Պրոստը իրանք մտածեցին, որ եթե այդ հացը ինքը ամեն ժամանակ տա, մենք էլ ման չենք գա, հացի համար գործ չենք անի, հացը Տերը կտա, մենք այդ իրականության մեջ կապրենք։ Բայց իրանք չեն էլ հասկանում, հələ իրանք ֆիզիկապես են մտածում։ Ֆիզիկական դաշտում են։ Սիրելիներս, տեսեք շարունակությունը Հիսուս ինչ ասում, նա շարունակում է 35 խոսքում։ Հիսուսն էլ նրանց ասեց. Ես եմ կյանքի հացը։ Հələ պատկերացեք, ով կարա երբևիցե այսպիսի հայտարարություն անի։ Եթե ինքը ասում է ես եմ կյանքի հացը, դու ում հացն ես ուտում։ Այս աշխարհի հացն ես ուտում։ Այս աշխարհի հացը թույն է։ Կյանքի հացը աշխարհը չի։ Այս աշխարհը չունի քեզ համար կյանքի հաց։ Այս աշխարհի ամեն մի կերակուրը, որ դու վերցում ես դնում ես քո ներսում, մեկ էլ կնկատես, որ դա քեզի կվնասի։ Գիտեք ինչի, որտեղ այս աշխարհի ամեն մի բանը ժամանակավորի հետ է կապված։ Իսկ երկնքից եկած հացը հավիտենականության հետ է կապված։ Դրա համար երբ որ դու Հիսուսի կյանքը քո ներսում զարգացնես, սիրելիներս, ոչ մի բան չի կանգնեցնի քո ընթացքը մինչև վերջ գնալու Աստծո ծրագրերն էլ իրականացնելու։ Հիսուսը շատ կարևոր հայտարարություն է անում։ Գիտեք, այս խոսակցությունը այնքան սենց ոնց ասեմ, այդ լսարանի մեջ չմտածեք, որ մենք իրանցից լավ լսարան ենք, որովհետև այդ լսարանի մեջ էլ մարդիկ լսում են Հիսուսին, ասում են, ես ինչ բարդ բաներ է խոսում այս մարդը, մենք չենք հասկանում։ Ես համոզված եմ, դուք էլ կարա կտենց մտքեր ունենաք, բայց ինչև է, դա չի կարևորը։ Կարևորը Հիսուսը ինչ է ուզում հասցնի քեզ։ Պետք է դրան ուշադրություն դարձնենք։ Նայեք, ասում է Ես եմ կյանքի հացը, ինձ մոտ եկողը չի սովիլ և ինձ հավատացողը երբեք չի ծարավիլ։ Ինձ մոտ եկողը, գիտեք, ամեն մեկը տել ինչ-որ հարազատ իրականում արդեն ճամփել եք այս աշխարհից։ Շատ անգամ կարոտում եք, շատ անգամ հիշում եք, շատ անգամ ասում եք, վախ, ափսոս, էլի կենթանիլներ, մի քիչ վահել էինք իր քաղցրությունը, իր իրականությունը։ Ամեն մեկը տել ինչ-որ մի բանի հետ առնչություն ունենում եք։ Գիտեք, Հիսուս ասում է, ինձ մոտ եկեք, ասում է, ինձ հավատացողը, այս հացից օգտվողը, նա չի սովելու, նա չի ծարավելու։ Գիտեք, ինչքան կարևոր է, որ մենք իր մեջ գտնենք, որտեղ ինքը մխիթարության հաց է մեզ համար։ Նա է կյանք տալիս, սգավորի իրավիճակը փոխում, որ ես ու դու սուքի պես չապրենք մեր կյանքը, այլ մենք հույսով ապրենք, որ օրերից մի օր Հիսուսը պետք է հարություն տա։ Ախր քրիստոնեություն կորցնում է իր արժեքը, եթե հրաժարվում է հարության գաղափարից։ Այսօր մենք ապրում ենք առանց ակնկալելու, հույս չունենալու, որ հարություն կլինի։ Էսի վտանգավոր է քրիստոնեության համար։ Քրիստոնեությունը կորցնում է իր արժեքը, եթե մենք հարության այս կարևորությունը տեսադարձից կորցնում ենք։ Հիսուսը հարյալ է, նրա հետ գործ ունենք մենք, սիրելիներս, ու այդ հացից պետք է օգտվենք։ Տեսեք ինչ ասում շարունակությունը։ Բայց ես ասեցի ձեզ, թե տեսաք էլ ինձ եւ չեք հավատում։ Այն ամենը, որ Հայրը ինձ տալիս է, ինձ մոտ կգա եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի։ Զարմանալի կյանքի խոսքեր, նա այնպիսի բաներ է խոսում, որ ես ու դու պետք է ուշադրություն դարձնենք։ Ուշադրություն դարձրեք, գիտեք որ պահերի վրա, որ ինքը ինչքան է շեշտում
հոր իրականությունը, ինչքան է շեշտում հոր ներկայությունը, ինչքան է շեշտում իր հոր վրա եղած ուղղվածությունը, ինքը շեշտում է իսի ամեն խոսակցության մեջ ու հարցածում ինչու, դրանով ինքը ասում է ես ում վրա կենտրոնացած կյանքով եմ ապրում, դրանով ասում է ում վրա, հասկանում եք ինքը երկնքի տիրակալն է, ամբողջ երկինքը իր վրա է կենտրոնացած, բայց ինքը գալիս է մեզ, ցույց է տալիս, որ դադարի քո վրա կենտրոնացած կյանքով ապրել։ Դու չես երկրի կենտրոնը, որ սա քո շուրջը մանտաս։ Դու պետք է կենտրոնանաս Հիսուսի վրա, որովհետև ամենը նրա շուրջն է, ամենը նրա վրա է կենտրոնացած։ Երբ որ հանկարծ դու ֆոկուսը փոխում ես քո վրա, դու կտրվում ես իրանից, ոչ թե իրան բարձրացնում ես քո իրավիճակների մեջ։ Սիրելիներ, եկեք ուշադրություն դարձնենք, շարունակենք։ Ինչ ասում 38-39 խոսքերը։ Ասում է, որովհետև ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը, սա է ինձ ուղարկող հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվավ, նրանցից ոչ ոքի չկորցնեմ, այլ հետին օրում հարություն տամ նրանց։ Դուք պատկերացեք, անգամ մենք երբ որ օրերից մի օր մեր աչքերը փակվեն այս աշխարհում, մենք հույսով ենք փակելու մեր աչքերը այս աշխարհում։ Լսում եք, ու ինչի վրա ակնկալիքով, որ նա հարություն է տալու մեզ։ Եթե մենք սենց չապրենք, մենք ամենախղճուկ մարդիկ ենք դառնալու։ Սիրելիներ, եթե քրիստոնեության այս ճոխության ֆոկուսը կորում է, մենք ապրում ենք խղճուկների պես, չենք ապրում Աստծո որդիների փառքի պես։ Եկեք ուշադրություն դարձնենք, սա շատ կարևոր է։ Նա ինչ ասում, ես հետին օրում հարություն կտամ, դա նրա երկրորդ գալուստի մասին է խոսում։ Եվ սա է ինձ ուղարկողի կամքը, 40 խոսքն ասում, որ ամեն ով որ տեսնի որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Սիրելիներ, ստեղ այս մարդիկ աչքերը բաց տեսնում են Հիսուսին, բայց իրանք բարդություն ունեն իրանց ներսում հավատալու։ Նրանք չեն կարողանում անցնել այդ սահմանը, որ իրանք մարդ են տեսնում ու իրան պետք է ինչպես Աստծո որդի ընդունեն։ Գիտեք, այդ բարդությունը մեր մեջ էլ այսօր կա։ Այսօր մեզանց յուրաքանչյուր Աստծո որդի ենք, բայց մենք հաշվի չենք նստում մեր որդիական դիրքի մեջ։ Մեր որդիական դիրքը ավելի լուրջ բան է մեզի հաղորդում, քան մենք կարանք պատկերացնենք։ Մենք ավելի գերադասում ենք մարդկանց պես ապրենք, քան թե Աստծո որդիներին հարիր զորությամբ։ Սիրելիներ, երբ որ մենք Աստծո որդի ենք ու այս բանը չենք գիտակցում, կարիք ունենք խնդրելու, որ ինքը օգնի մեզ, որ մենք ճաշակենք, ընկալենք, ըմբռնենք։ Շարունակությունը տեսեք Հիսուսը ինչ է անում։ Եվ հրեաների շատերը ասում են տրտնջում էին նրանից, որ ասես թե ես եմ երկնքի եկած հացը։ Դուք պատկերացնում եք, մեր տրտունջը հաճախակի Հիսուսի դեմ է, ոչ թե որևիցե մեկի դեմ է։ Գիտեք, եթե մի քիչ ուշադրություն դարձնեք ձեր տրտունջի ուղղվածությանը, դուք կարող եք տրտնջակ ինչ-որ մեկի դեմ, բայց իրականությունը այդպես չի։ Քո տրտունջը ուղիղ նրա դեմ է, ոչ թե իմ դեմ կամ որևիցե մեկի դեմ։ Քո տրտունջը նրա դեմ է։ Պետք է այդ տրտունջից ձերբազատվես, սիրելիներս, դա դիվական ներկայություն է քո կյանքի մեջ։ Պետք չի որ այդ դիվական ներկայությունը այն որ ասում է բազմի եւ մնա քո կյանքում, թող հեռանա քեզանից։ Տեսեք, հրեաներն էլ տրտնջում էին նրանից, որ ասես թե ես եմ երկնքից իջած հացը։ Դուք պատկերացրեք, նրանք հասկանում են, եթե այս մարդը ասում է ես եմ երկնքից եկած հացը, սա նշանակում է, որ իրանք պետքա գործ ունենան իր հետ։ Դրա համար են տրտնջում, դու ով ես, դու ինչի տեղ ես քեզ դրել, դու ոնց կարաս այսպիսի խոսքեր ասես, դու ոնց կարաս ասես ես երկնքից եկած հասն եմ։ Հասկանում եք, նրանք չեն կարողանում ընկալեն, ինչ ասում ես մարդը, նա ասում է դուք ինձ մինչև չճաշակեք, դուք չեք կարա երկինքը տեսնեք, դուք մինչև ինձ չճաշակեք, դուք չեք կարա մասնակից լինեք այն ամենին, ինչ որ Տերը ձեզ համար անելույա, դեռ խաչը չի բարձացել։ Լսեք շարունակությունը, ինչ զորավոր է այս հատվածը։ Ասում է, չէ՞ որ սա Հիսուսն է, Հովսեփի որդին, այ մենք ենք արժեքազրկում նրա ով լինելը մեր մեջ, մարդկային գույն տալով։ Երբ որ դու ինձ մարդկային ստատուս ես տալիս, դու չհասկացար ով եմ ես ուրեմն։ Եթե մարդկային ստատուս ես տալի, ուրեմն ամեն անարգանքի թեման ես ակտիվացնում։ Եթե դու մարդու տեղ ես ինձ դնում, նշանակում է դու ինձ կանարգես, բայց եթե դու ինձ Աստծո որդու տեղ ես դնում, դու զգուշ կլնես, որ քեզ թույլ չտաս անարգանք Աստծո որդու դեմ։
Որովհետև Աստծո որդու դեմ եղած ամեն մի անարգանք մեր կողմից դա վտանգավոր է, դա վնասաբեր է մեզ համար, սիրելիներս։ Այսօր ես ձեզ մի հատ բան ասեմ, Աստծո խոսքը շատ պարզ ասում է, որ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածի որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ու մեկ էլ հանկարծ Տերը խոսում է, հետս ասում է, լսում ես, որ Աստված իր սերու միջոցով հայտնի։ Ասում եմ, հա, Հիսուսի միջոցով, քո որդու միջոցով, հայր։ Ասում եմ, լավ չես լսում, ուշադիր լսի։ Ես ում միջոցով եմ հայտնի իմ սեր այս աշխարհին։ Ասում եմ, քո որդու։ Ասում եմ, ու ինչ ես հասկանում դրա միջոցով։ Որ ես նույնն եմ, երեք այսօր եւ հավիտյան, ես չեմ փոխվում, ես այս ժամանակների մեջ իմ որդիների միջոցով եմ իմ սերը հայտնելու այս աշխարհին։ Որտեվ Հիսուսը արդեն հիմքը դրել է, ես այս հիմքի վրա պետքա հասկանամ, որ ես էլ եմ որդի, ուրեմն Աստված իմ միջոցով էլ է ուզում այդ սերը հայտնի այս աշխարհին։ Եթե ես դրա հետ չաշխատեմ, ես մարդկային բազարների մեջ կհայտնվեմ, որտեղ տրտունջը, քննադատությունը, մեղադրանքը ուղակի վխտում է, քեզ պետք չի այս բանը։ Քեզ պետք է որ դու քո Հիսուսի վրա կենտրոնացած այս գանձերի հետ աշխատես։ Տեսեք ինչ ուժեղ բան ենք մենք շարունակում կարդալ։ Ասում է, մարդիկ վերցնում են իրան, իր ով լինելը մի անգամ արժեքազրկում են, ասում են, դա Հովսեփի որդին է, որի հորը եւ մորը ճանաչում ենք, ապա սա ինչպես է ասում, ես երկնքից եկած հաց եմ։ Դու մենք քեզի տեսել ենք, դու մեր հարևան Վալոդն ես կամ մեր հարևան, ասենք ինչ որ մեկն ես։ Մենք այս ձև արժեքազրկում ենք մեկս մեկին։ Սիրելիներս, եթե մեկս մեկին չնայենք ինչպես Աստծո որդու գույնով, մենք չենք բարձրացնի մեկս մեկին։ Մենք ավելի շատ իրար կկծենք, կմրցակցենք, իրար կնեղացնենք։ Պետք չէ, ամեն մեկս Աստծո որդի ենք, եթե Աստծո որդի ենք, եկեք բարձրանանք այս կոչման մեջ, բայց ոնց բարձրանանք։ Հիսուսի օրինակին հետևելով, որտեղ Հիսուսը ասում է, ես երբեք չմոռացա, որ ես որդի եմ հոր համար, եւ երբեք չմոռացա, որ ինքը հայր է ինձ համար, ես դրա վրա կենտրոնացած եմ ապրում, սա է ինձ ձևավորում, սա է ինձ հաստատում, սա է ինձ ակտիվացնում, կյանքի կոչում, թանկագիններ, գիտեք, այնքան կարևոր է, որ չապրենք մեզ վրա կենտրոնացած, որովհետև ամեն խնդիրները դրանից է սկսում ակտիվանալ։ Եկեք շարունակություն կարդամ ձեզ համար։ Հիսուսի սիրտ ուզում եմ այսօր մի փոքր մենք ընկալենք, մի փոքր։ Գիտեք, ես չեմ հավակնում, որ ամբողջը բացվի քեզ համար, բայց ուզում եմ, որ այսօր ինչ որ մի բան քո սրտի մեջ արթնանա նրա նկատմամբ։ Ոչով կարող չի ինձ մոտ գալ։ Հիսուսն ասում 44-45 խոսքերում, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշի նրան։ Այ քեզ կենտրոնացում, այ քեզ որ մի ակնթարթ ֆոկուս չի փոխում իր վրա։ Նա ասում է, հայրն է ձեզ բերել իմ մոտ։ Դուք գիտեք այսօր Հիսուսը երկնքում նստած ինչ անում։ Ասում է, գիտես հայր, ես շնորհակալ եմ, որ այս մարդիկ, որ հավաքվել են իմ անունով, էդի դու ես արել, որ իրանք հավաքվել են իմ անունով։ Հասկանում եք, ինքը չի փոխում իր ֆոկուսը։ Բայց մենք իր անունով ենք հավաքված, հեսա ցույց կտամ, ինչի է այս սրանք իրար հետ շահկապված։ Տեսեք ինքը ինչ ուժեղ բան է բարձրաձայնում ստեղ։ Ասում է հայր ուղարկում աչքաշի նրանց իմ մոտ։ Ասում է եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Ինչքան է շեշտում, որ մենք անհույս մեռելներ չդառնանք օրերից մի օր։ Գիտեք ինքան վատ է, ես ինքան մեռնելու այդ պահին գտնվող մարդկանց այցելություն եմ արել, որ իրականում շատ այդի երևի մի 50-60 հոգու հեչի պես։ Ես առիթ եմ ունեցել, կանչել են, գնացել եմ իրանց, այցել եմ իրանց մեռնելու այդ պահին, որ իրանք արդեն պետք է մեռնել, 1-2 օր, մաքսիմում մի ամսվա տարբերությամբ։ Ու գիտեք, դա այն ամենալուրջ պահն է, որ հասկանում ես, հեսա մի հատ այսպես ու իրանք հավիտենության մեջ հանդիպելու են ամենակարևորին։ Մի դեպքերից մեկը շատ ուժեղ վրես ազդեցություն ունեցավ։ Գիտեք, ես բաներ, իմ պապիկը ուրեմն մեծահասակ էր, արդեն իր ոնց որ մահանալ եկել էր, բայց կռիվ էր տալի, որ չմահանար։ Բայց դա մի քիչ ծիծաղելի է, բայց ինչև է, պետք է ասեմ։ Ու ես հիմա եկել եմ, հասկանում եմ, որ այս մարդը վախով բռնված է, դրա համար է տանջվում։ Ինքը Հիսուսին ընդունած չէր այդ բանը։ Ես գալիս եմ, նստում եմ հետը զրուցում եմ, ասում եմ, պապի, 87 տարեկան մարդ է, արդեն այտուցված, մի ամիս է նստած անցկացնում, վախենում է քնի, որտեվ հենց աչքը կպնում վրա սլնում է, որտեվ վախենում է մահից։ Ու մեկ էլ իրան ասեց, պապի, կարող եմ մահից վախենում ես։ Բրյամ ոյ խոսամ քո հետ։ Ասում է, այ բալաջամ, ախր կյանք ավելի լավ բան է։ 87 տարեկան մարդ է ասում։
Հասկանում եմ, որ արդեն ժամանակ եկել է, բայց ինքը չի հարմարվում մահվան հետ։ Ես իրան ասեցի, գիտես ինչ, արի ես քեզի մեկի հետ ծանոթացնեմ, ով որ հաղթել է մահին։ Ու ինքը հետո ընդունում է Հիսուսին։ Ես իրան սենց եմ ասում, գիտես ինչ, երբ որ դու հիմա այս աղոթքի մեջ անես, դու կհաղթես այդ մահի մտքերին։ Հիսուսը հաղթել է արդեն մահին։ Նա կգա քո մեջ, ու դա կցվրվի քեզանց։ Ու այդ ձևել եղավ, ինքը Հիսուսին ընդունում է, ես աղոթում եմ, հրամայում եմ այդ մահվան այդ ոգուն, այդ վախի ոգուն հեռանա իրանից, ոչ թե մահվան ոգուն, այդ վախի ոգուն։ Մեկ էլ դրանից հետո իրան ասում, պապի, որ հիմա այդ հասեն աշխարհ, գիտես ում ես հանդիպելու, Հիսուսին ես հանդիպելու։ Մեկ էլ ասում եմ, դրանից հետո էլ քո Ռոզին ես տեսնելու։ Էս էլ որ ասեցի, վերջ ասեց, մեկ էլ ինձ էս թեքվում ասում է, այ բալաբանձի կճանաչի։ Ասի կճանաչի, դու հանգիստ եղի։ Դու կարևոր իմացի, որ դու Հիսուսի հետ ես հանդիպելու։ Դուք չեք պատկերացնի, այդ օրը ես այդտեղից որ դուրս եմ գալի, իմ վրա ուրախություն է եկել։ Ես էլ չեմ մտածում, որ կարող է հենց ինձանից հետո ինքը մահանա։ Ես այդ բանը արեցի գործողություն, վերջ ասեցի, գնացի տեղից, մեկ էլ պատկերացեք, այս պապիկս կանչում է իր երեխեքին, մեկ էլ սենց ասում։ Իմ քերները, մորքուրս, մամաս, մեկ էլ ասում, այն տղի ասացի համաձայնվում եմ մահանամ։ Ու հոգին տալիս է։ Հետո է, որ գալիս եմ, իրանք ինձ ասում են, «Էդ ինչ ես խոսացել մեր հոր հետ, որ սենց բաներ ասում»։ Ես էլ դնում եմ իրանց եմ բապ մինչև խոսացել։ Մենք երկնքի հեռանկարով պետք է ապրենք։ Լսեք, Հիսուսը ստե ինչ ասում։ Նա ասում է, որ ես հարություն կտամ նրանց հետին օրում։ Ինչքան զորավոր է։ Շարունակենք ստեղ 45 խոսքն եմ կարդում։ Ասում է գրված է մարգարեների մեջ, թե եւ ամենքն Աստվածանից սովորած կլինեն, թե ամենքը Աստվածանից սովորած կլինեն, արդ ամեն ով որ հորիցը լսում է եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ Հոր կենտրոնացումն է բացում ստեղ։ Ինքը ասում է, եթե մեկ ասում է ես հորը սիրում եմ, բայց իր սերը քեզ չբերեց Հիսուսի մոտ, ուրեմն դու խափում ես քեզ։ Ձև ես բռնե։ Հիսուսը շատ կոնկրետ ասում։ Եթե մեկ ասում է ես հորը ճանաչում եմ, ուրեմն այդ ճանաչողությունը քեզի պետք է բերի Հիսուսի մոտ, որտեղ Հիսուսի վրա է հայրը կենտրոնացած։ Լսեք, այս կենտրոնացումը առաջնայնություններ են երկնքի համար։ Հայրը որդու վրա է կենտրոնացած, որդին Հիսուսի վրա է կենտրոնացած։ Եթե դու էլ որդի ես, ապա քո կենտրոնացումը հոր վրա պետք է լինի, Հիսուսի վրա պետք է լինի։ Եթե դու այս կենտրոնացում այս առաջնայնությամբ չես ապրում, դժվար է լինելու։ Առանց հետ էլ Հիսուսի հետ ենք էլի դժվարություններ ունենք, բայց եթե մենք այս ֆոկուսը ունենանք, մենք դժվարություններ հաղթող ենք, մենք հաղթողի կողմն ենք կանգնած, ոչ թե հաղթողին հակազդում ենք։ Հաղթողը մեր մեջ է, եկեք սրա հետ համագործակցենք։ Ուշադրությունը եկեք դարձնենք շարունակությունը։ Խնդրեմ, որ փառաբանողներից ինչ որ մեկը գա։ Նայեք Հովհաննեսի 6:46-ից 48 խոսքերն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Ասում է, իբր չէ թե մեկը տեսել է հորը, բայց միայն նա, որ Աստվածանից է, նա տեսել է հորը, նա իր մասին ասում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ու նորից շեշտում է, ես եմ կյանքի հացը։ Դուք պատկերացեք, այս ամբողջ քարոզի ընթացքում այս լսարանի հետ ինչքան է ինքը շեշտում ով է ինքը։ Հիմա մեր հերթն է։ Պատկերացեք, այսօր հավատացեք, Հիսուսն է այս խոսքերի հեղինակը, սրա հեղինակի ես չեմ։ Ու ինքը այսօր այստեղ ուզում է ձեր հետ խոսա, ձեր սրտի հետ խոսա, ասում է ես եմ կյանքի հացը։ Դու ինչ հացով ես ուզում քեզի կերակրես։ Դու ինչ հացով ես ուզում կյանք ակտիվացնես, եթե ես եմ կյանքի հացը։ Շատ կարևոր է, որ ես ու դու սրան ուշադրություն դարձնենք։ Հələ պատկերացեք, ուզում եմ ստե այս բաների վրա ձեր ուշադրություն գրավեմ, շարունակենք։ Ասում է, սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնի։ Գիտեք, մենք օրես մի օր միգուցե ֆիզիկական մահանանք, բայց գիտեք, մինչև ֆիզիկական մահանալը շատերը արդեն իրանց մեջ մահացած են։ Հույս չունեն, մեռած վիճակ այնքան շատ է մարդկանց մեջ։ Անհույս վիճակ այնքան շատ է։ Այդ նշանակում է, որ իրանք դեռ չմեռած, արդեն մեռած են։ Իսկ Հիսուս ասում է, լսեք, ինչ զորավոր է, ասում է, սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտի, չի մեռնի։ Այդ նշանակում է, որ քո ներքնաշխարհը չպետք է ճանաչի մահվան ոգու։
Հիսուսը նենց գինա վճարե, որ քո ներսը չպետքա մահվան մտքերի հետ գործ ունենա, մահվան իրականության հետ գործ ունենա, նա կյանքա քո մեջ, դու պետք է որոշում կայացնես, ֆոկուսդ ում վրա պահես, մեռած բաների վրա, թե նրա վրա, Հիսուսը քո մեջ է, Հիսուսը մեր յուրաքանչյուրից կողքն է, ներկա է, նա այնքան մոտիկ է յուրաքանչյուրից, բայց մենք այնքան մահվան մտքեր ենք մեր մեջ զարգացնում, այնքան հուսահատության կամ հիասթափության, ասես ինձ տպավորությունը, որ հայրյալ Քրիստոսը մեր մեջ է, բայց միևնույն ժամանակ մեր մեջ չի։ Պետք չի, որ երկու մտքի կռիվ լինի քո մեջ, քեզ պետքա մեկ մտքի հետ աշխատես, այդ իրականությունը պետքա կերակրես, քո ներսը պետքա բարձրանա։ Շարունակությունը ասում է, ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել, եթե մեկը այս հացիցն ուտե, հավիտյան կապրե, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Ու տանում աստեղ արդեն հաղորդության այդ հիշատակումների, որ պետքա օրերից մի օր էդի բարձրանա։ Հիսուսն էլ նրանց ասեց, 54 խոսքն եմ կարդում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Ու հարցը ծնվում, դա այն հաղորդության մասին էր, որ հետո իրանք իրականացնում են, երբ որ վերջին թրիքն ալնում, նրանք հաղորդություն են ընդունում եւ դրանով իրանք ոնց որ մեկնարկում են այդ նոր կյանքը, որ Հիսուս Քրիստոսով պետք է իրանք ակտիվացնեն, բայց գիտեք, այստեղ շատ կարեւոր է այս արտահայտության ուշադրություն դարձնենք, քանի որ ինքը երկնքից եկած հաց է, եթե ես այս հացի հետ գործ չունեցա, լսեք ինչ լուրջ ասում։ Եթե որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Եթե մենք իր խոսքի հետ, իր հետ առնչություն չունենք, նշանակում է կյանք չունենք։ Այն որ ապրում ենք էլ, այնա որ ապրում ենք, որովհետեւ մեռնել կա այս աշխարհում։ Շատերն էլ դրան մի հատ ուրիշ գույն են տվել, կեր խմի քեֆ արա, մեկը մեռնել կա այս աշխարհում։ Մի խափի։ Մեռնելուց հետո էլ բան կա։ Ամեն ինչ դրանով չի ավարտվում, պետք է ես ու դու խորագետ լինենք։ Տեսեք, Հիսուս է սա խոսքերը բերում է մի հատ կարևոր տեղ, նայեք ինչ ասում, 50-ից 60 խոսքերն եմ կարդում։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյուն խմողը հավիտենական կյանք ունի, եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան, որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք։ Պատկերացնում եք, այս ամբողջ լսարանը շոկի մեջ է։ Իրանց միտքը չի կարում ընկալի, այս ինչ է Հիսուս ասում։ Դու մեզ մարդակերության ես տանում, նրանք դեռ բացված չի շատ բաներ, նրանք խառնվել են իրար, ու լսեք շարունակությունը, ասում է իմ մարմինը ուտող եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում, բացում ամենակարևոր գաղտնիքը, մնում է ինձանում եւ ես մնում եմ նրանում։ Փաստորեն, եթե դու իր խոսքերը քո սրտի մեջ պահում ես, դրա հետ աշխատում ես, Հիսուսը քո մեջ է։ Եթե դու հավատում ես, ընդունում ես, որ դու էլ իր մեջ ես, իր հետ ես քայլում, այդ նշանակում է, գիտեք, որտեղ դուք ման եք գալիս, ուր որ եթում եք, ոնց ման եք գալիս, հանդիպման եք եթում, ճանապարհ եք եթում, նա ձեզ հետ է։ Նա ձեզ հետ է, բայց դուք իր հետ չեք, որտեղ ձեր մտքերը իր հետ չի, ձեր մտածմունքները իր հետ չի, բայց նա ձեր հետ է, որտեղ ինքը ասել է չեմ թողելու, երբ որ ձեր տներում նստում եք խնջույքների, նա ձեզ հետ է։ Ավելին ասեմ, մեկ ելնում է, որ մենք մեզի ավելորդություններ ենք թույլ տալիս ծածուկ տեղերում, բայց նա այնտեղ ներկա է։ Դա է մեկ պատճառը լինում, որ դու մի սխալ բան ես անում, հանկարծ սիրտը թպրտում է։ Ու ասում ես, ինչա սիրտս թպրտում, հատի սխալը արեցի։ Սիրելիներս, ախր ինքը ներկա է։ Նա ներկա է, դրա համար է սիրտը թպրտում։ Նա ներկա է, դրա համար է խիղճը տակնու վրա ալնում, երբ որ ինչ որ մի օտար բան ես անում։ Դրա համար դու անմիջապես ասում ես, չէ, այս բանը պետք չի ինձի, ես պետք է սրանց հրաժարվեմ, ներողություն եմ խնդրում, Տեր Հիսուս, խնդրում եմ, ներ ես բանը ճիշտ չէր քո առաջին։ Ու շատ արագ դու ինչ ես անում, գալիս ես այս իրականության, որովհետև նա ներկա է, սիրելիներ, նա ներկա է։ Հիմա տեսեք ինչ ասում։ Ինչպես ինձ ուղարկեց կենթանի հայրը, եւ ես կենթանի եմ հոր համար։ Այս 58-րդ խոսքը ուզում եմ պահիկ ձեր տեսադաշտում։ Տեսեք, ինչպես հայրը ուղարկեց ինձ, եւ ես կենթանի եմ հոր համար։ Լսեք, ես կենթանի եմ հոր համար։ Դու ում համար ես կենթանի։
Ինչի համար ես կենթանի։ Կենթանի ես այս աշխարհի ժամանակավոր հաճույքների համար, կենթանի ես որևիցե մեղքի համար, կենթանի ես քո համար ապրելու համար, ինչի համար ես կենթանի։ Եթե նա է ուղարկի քեզ, դու պետք է ընկալես այս բանը։ Նա ուղարկել է ինձ, Հիսուս ասում է, ես կենթանի եմ նրա համար։ Նա ասում է, ես մեռած չեմ նրա համար, ես կենթանի եմ նրա համար։ Պատկերացեք, Հիսուսը ձեր մեջ է, մեր մեջ է։ Կարևոր բանը գիտեք որ նա ալնելու, որ եթե Հիսուսը իմ մեջ է, ուրեմն ես կենթանի եմ նրա համար։ Թող էսի քո սրտի աղաղակը լինի, հրճակումը լինի, բարձրաձայնելը լինի, ես կենթանի եմ նրա համար։ Հիսուսը շատ կարևոր հայտարարություն անում։ Այնպես էլ նա, այսի արդեն մեր մասին ասում։ Լսեք, այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենթանի կլինի ինձ համար։ Փաստորեն ամեն մեկը որ հաղորդություն օրերից մի օր ընդունել եք, այդ նշանակում է դուք ձեզ գիտակցաբար կենթանի եք անում Աստծո համար, որ կարողանաք ապրեք իր համար, որ կարողանաք գործեք իր համար եւ իր փառքը հայտնի դարձնեք այս աշխարհի մեջ։ Սիրելիներ, Հիսուսը շատ իրական է։ Երբ որ ես ու դու սրան ուշադրություն ենք դարձնում, նա շարունակում է. սա է այն հացը, որ երկնքից է իջել։ Ոչ թե ինչպես ձեր հայրերը մանան կերան եւ մեռան, այս հացը ուտողը հավիտենական կապրի։ Այս ասեց ժողովրդի մեջ, երբ որ Կափառնայի մեջ սովորացնում էր։ Փաստորեն ինքը այս ամբողջ թեման սովորացնում է, ուզում է իր ժողովրդին հասկացնի, այս հացի գաղափարը օգտագործելով իրանց մի հատ բան է ուզում հասկացնի։ Դուք պետք է ճաշակեք Աստծուն։ Ամբողջությամբ օգտագործելով հաց բառը, իրան համեմատելով հացի հետ, նա մենակ մի բան ակնկալում, որ սիրելիներ, դուք պետք է ճաշակեք ինձ։ Դուք պետք է ճաշակեք ինձ։ Եթե դուք չճաշակեք, իմ հետ բաժին չեք կարող ունենալ։ Եթե դուք չճաշակեք, նշանակում է դուք ինքնախաբեությամբ եք զբաղվում։ Երբ որ դու ճաշակում ես, դու զորանում ես։ Երբ որ դու ճաշակում ես, դու հույս ունես։ Երբ որ դու ճաշակում ես, դու փոխվում ես։ Երբ որ դու ճաշակում ես, դու ճամփակ ես։ Եթե դու ճաշակում ես, դու չես տկարանում։ Երբ որ դու ճաշակում ես, քո ուժը նորոգվում է, դու ման չես գալու։ Այսինքն ուժ կամ հույս կամ կարողություն չունեցողների պես։ Դու կյանքով ես խանդավառվում, քո ներսից կյանքա բխում, որտեղ դու ճաշակում ես, հնարավոր չի կյանքի հետ լինող մարդը մռայլ լինի, հնարավոր չի կյանքի հետ լինող մարդը տխուր մանգա, հնարավոր չի դու Աստծո հետ լինես ու հանկարծ ինքան պեսիմիստ լինես, ինքան բացասական լինես, ինքան վատատես լինես, դա հնարավոր չի, դու Աստծուն ուրեմն չես ճանաչում, դու տեղեկություն ունես։ Պետք չի սենց, սիրելիներ, մենք այնպիսի մեկի հետ գործ ունենք, որ գերազանցում է։ Հիմա ամենավտանգավոր բանն եմ ասում։ Եվ երբ որ նրա աշակերտները 61-ից 64 խոսքերը, խնդրեմ փառաբանողներ բարձրանա։ Եվ երբ որ նրա աշակերտները շատերը որ լսեցին, ասեցին։ Աշակերտների մասին արդեն ասում, ժողովրդի մասին չի ասում։ Այս աշակերտների բազմությունը նաև մեզ է վերաբերվում։ Որտեղ մենք Աստծո զավակներ ենք, Աստծո աշակերտներ ենք, Քրիստոսի մարմնի անդամներ ենք եւ ընդհանրապես հավատացյալ ժողովուրդ ենք, հա։ Բայց եկեք տեսենք ինչ ասում աշակերտների մասին։ Ասում է, երբ որ շատ աշակերտներ լսեցին այս խոսքերը եւ ասեցին. «Խիստ է այդ բանը, ով կարող է լսել դրան»։ Չեն ասում օտարները, ասում են աշակերտները, հավատացյալները։ Ասում են խիստ բաներ ես խոսում, բարդ բաներ ես խոսում։ Էսի լսելու չի, մի քիչ թեթև բաներ խոսա, մի քիչ խանդավառող բաներ խոսա, մի քիչ այնպես բաներ խոսա, որ մենք արթնանանք։ Սիրելիներ, էսի արթնացնում ես։ Եթե դու ես զորությունից չկերակրվար, դու ոնց կարթնանաս։ Էսի է քո ուժը։ Մենք շոու չենք անում, մենք կյանք ենք ուզում փոխվի։ Շոուից կյանքերը չեն փոխվում։ Գալիս են գնում են, դու կարաս քեզ շատ լավ զգաս, բայց այդպես նույն վիճակի մեջ լինես։ Սա պետք չի ոչ մեկիս։ Մեզ պետք է որ այս հացը մենք ճաշակենք, մեր կյանքը փոխվի։ Լսեք ինչ է կատարվում։ Բայց երբ որ Հիսուսը գիտած իր անձում, թե իր աշակերտները տրտնջում են, աշակերտները տրտնջում են Հիսուսի ասածների առումով։ Նրանց ասեց. դա գայթակղեցնում է քեզ։ Ու հետո շարունակում է. ապա ինչ եք մտածելու, եթե մարդի որդին տեսնեք վեր գնալիս ուր որ առաջ էր։ Նես բաներ է խոսում, ոչ մեկ չի կարող ընկալի, բայց ինքը մեկ է խոսում է։ Ու հարցածում Հիսուս, ինչ միտք ուներ էդի խոսալ, եթե դու գիտեիր, որ իրանք քեզ չեն հասկանալու։ Հարցը դրա մեջ չի։
ինքը հետաքրքրված չէր իրան հասկանալով։ Ինքը հետաքրքրված էր, որ Աստծո այդ սերը բացի մարդկանց, որ երկնքից եկած հացը դա Աստծո սիրո վերաբերմունքն է քո հանդեպ։ Աստծո սիրո վերաբերմունքն է։ Դրա համար հիմա դու կճաշակես, նոր կիմանաս, կհասկանաս թե չես հասկանա, էսի հետագայի հարց է, բայց էսի կարևոր է, որ ես ու դու բացվենք, լսեք, երբ որ ինքը ասում է սա գայթակղեցնում է ձեզ, ու հետո իրանց բացատրություն է տալիս։ Ասում է հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Նա ամբողջությամբ տանում է մի հատ դաշտ, որ դու պետքա ճաշակես էդի։ Սա տրամաբանության կերակուր չի, սա ճաշակելու կերակուր է։ Իսկ ճաշակելու համար մինչև դու չփորձես, մինչև չկարդաս, մինչև դրա հետ աշխատանք չանես, դու չես կարա դատողությամբ առաջխաղացում ունենաս։ Դու պետք է իմանաս, սա կյանք է, որը Հիսուսը փոխանցում է մեզ։ Դրա համար եկեք բարձրանանք, սիրելիներս։ Տեսեք, այս ամբողջ պատմության մեջ ինչն էր ինձ գրավեց, որ ուզեցա ես այսօր ձեր հետ կիսվեմ։ Մի բանը, որ շատ կենտրոնական է, որ Հիսուսը իր ֆոկուսը երբեք չի փոխում։ Նա միշտ կենտրոնացած է մնում իր առաջնայնության վրա։ Ու այդ օրինակով ինքը մեզ է սովորացնում, որ դու էլ կենտրոնացած մնա առաջնայնության վրա։ Երբ որ ես ու դու կենտրոնացած ենք, մենք չենք եթում օտար ճանապարհներով, մենք կյանք ենք ակտիվացնում, սիրելիներս, կյանքը ինքն է, ակտիվացրա է քո տան մեջ, ակտիվացրա քո գործերի մեջ, ակտիվացրա քո ֆինանսների մեջ, ակտիվացրա քո ամեն հարաբերությունների մեջ, նա կյանք է, ու այդ կյանքը քո մեջ է, քեզանից կախված է դու կակտիվացնես, ոնց դու ակտիվացնես ուղիղ Հիսուսի օրինակին հետևելով, որտեղ Հիսուսը հոր վրա կենտրոնացած, նա ակտիվացնում էր այդ ամեն ինչը, նա չշեղվեց այդ նպատակից ու նա այսօր այս բանը ուզում է ինձ ու քեզ համար։ Սիրելիներս, եթե ինչ-որ մի բան վերցեցիր քեզ համար, ուզում ես, որ էսի քո համար վերածվի կերակուրի, իրական կերակուրի։ Մենք այնքան սովոր ենք հայր մեր աղոթք անելու ու դա մենակ օգտագործում ենք մեր ֆիզիկական կերակուրների հարցով, բայց գիտեք, Հիսուսը այդ չէր սովորացնում մեզ։ Հիսուսը ինքը հետաքրքրված չէր քո ֆիզիկական հացով։ Նա ասում է՝ «Դա կտրվի ձեզի, դրա վրա մի կենտրոնացի, դու ավելի կարևոր բանի վրա կենտրոնացի, դու երկնքի հաց ուզի»։ Այդ հանապազորյա հացը դա քո ֆիզիկական հացին չի վերաբերվում։ Այդ հանապազորյա հացը դա Հիսուսին ճաշակելուն է վերաբերվում։ Դու կարիք ունես ամեն օր ճաշակելու Հիսուսին։ Այդ երկնքից եկած հացը պետքա ճաշակես։ Եթե այդ հացը դու չես ուզում, ֆիզիկական հացը ուզում ես, հələ մի հատ շնորհակալություն ես հայտնում, որ այդ ֆիզիկական հացը ունես, դա չի փոխում քո կյանքը։ Դա քո ֆիզիկականի համար է, բայց երկնքից եկած հացը քո ներքնաշխարհի փոփոխության համար է։ Դրա համար սիրելիներս, եկեք խնդրենք այդ հացը, որ բացվի։ Նամանանդ խնդրենք, գիտեք ինչ եմ ուզում որ խնդրենք, որ Տերը օգնի, որ մենք ճաշակենք այդ հացը։ Հիսուսը հետաքրքրված է, որ դու ճաշակես։ Ու ես հավատացած եմ, եթե մենք պահենք այս կերակուրը մեր տեսադաշտի մեջ ինչպես կարևոր կերակուր, սա փոխելու է մեր կյանքը։ Ինչու, որովհետև Հիսուս ասում է, ես ինձ ուղարկողի համար եմ կենթանի, դուք էլ իմ համար եք կենթանի։ Իսկ եթե դուք իմ համար կենթանի եք, պատկերացնում եք ինչ զորավոր բաներ պետքա տեղի ունենա։ Մենք պետքա որոշենք, Տեր, ես քո համար կենթանի եմ թե չէ։ Ես այս աշխարհի համար եմ կենթանի, թե քո համար եմ կենթանի։ Եթե դու ես ինձ ուղարկի, եթե դու ես ինձ գթե, եթե դու ես ինձ կյանք տվե, ես ինձ հարց ունեմ տալու, Տեր, արդյոք կենթանի եմ քո համար։ Եթե կենթանի չեմ, ապա ես ուզում եմ դառնամ դեպի քեզ, ուզում եմ քո համար կենթանի լինեմ, որ փառքը երևացող դառնա։ Եկեք փակենք մեր աչքերը, կանգնենք Տիրոջ առաջ։ Կարաս դու բարձրացնես քո ձեռքերը, կարաս կանգնես Տիրոջ ներկայության մեջ։ Եկեք ուղղակի հենց հիմա պրոստը տրվենք Տիրոջը, թույլ տանք, որ իր օգնությունը վերցնի մեր ներքնաշխարհը։ Ոնց է ինքը փափագում մեզ, ինքան կենտրոնացած է քո վրա։ Եթե ինքը քո վրա կենտրոնացած, եկեք մենք էլ իր վրա կենտրոնացած ենք։ Սա առաջնայնություն է մեր քրիստոնեական կյանքի մեջ։ Ամենակարող Հայր, շնորհակալություն ենք հայտնում, որ դու իրականում կանչում ես մեզ քո իրականության մեջ, կանչում ես, որ մենք քո իրականությամբ շարժվենք, գործենք։ Շնորհակալ ենք, որ մենք արդեն ունենք այդ իրականությունը մեր մեջ, բայց այսօր մեր սիրտը բացում ենք, խնդրում ենք Հայր, որ դու ներես, եթե ամեն բանի ուշադրություն ենք դարձրել, բայց քեզի թողել ենք մեր տեսադաշտից, այսօր մենք ներողություն ենք խնդրում, որ մենք ամեն ինչի մասին խոսացել ենք, բայց քեզ հետ այդ կարևորությունը չենք կիսվել։ Մենք ամբողջ աշխարհի հետ խոսում ենք մեր խնդիրները, բայց քո հետ այնքան կսկտուր ենք խոսում մեր խնդիրների մասին,
Բայց այնինչ դու ասում ես, որ առաջին իմ մոտ եկեք, եթե հոգնած եք, բեռնավորված եք, իմ մոտ եկեք, Տեր օգնի, որ մենք քեզ առաջնայնություն տանք մեր կյանքում, օգնի, որ մեզանց յուրաքանչյուրը մեր խնդիրների մեջ, մեր հոգսերի մեջ, մեր ամեն դժվարությունների մեջ քեզ առաջնայնություն տանք, քո մոտ գանք, քո հետ կիսվենք, որովհետև գիտենք, որ դու կյանք ունես, դու լուծում ունես, քեզանց բարիք է գալի, քեզանց լուծում է գալիս, քեզանց պատասխաններ են գալիս, դու ունես կյանքի բանալիներ, ում մոտ գնանք, դու ես կյանքի հացը, որտեղ մենք կերակրվենք, եթե դու ես կյանքի հացը, դրա համար այսօր խնդրում ենք յուրաքանչյուրիս համար, յուրաքանչյուրիս սրտի համար, ընտանիքի համար, օգնի, որ մենք ընտանիքներով դառնանք դեպի քեզ, քո կյանքի հացը ճաշակենք, որ կյանք փոխանցենք, որ կյանք տանք շատ-շատերին, որտեվ եթե մենք քեզ չենք տալի, ապա ժամանակավոր կյանքը դա ժամանակավոր է, նա անցողիկ է, նա գալիս է գնում է, մենք երբեմն այնքան ջանք ենք դնում մեր ֆիզիկական կյանքի վրա ու բաց ենք թողում այդ հավիտենական հացի կյանքը, դրա համար այսօր խնդրում ենք, թող մեր յուրաքանչյուր սիրտը իրականում վերանայի այդ առաջնայնությունները քեզ կարևորություն տա, որովհետև դու ասում ես ձեզ կտրվի, դուք դրա վրա մի կենտրոնացեք, այլ փնտրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք, ամեն բան ձեզ կտրվի, օգնի, որ յուրաքանչյուրս ճաշակենք, օգնի, որ յուրաքանչյուրս հավատանք սրան եւ դրան համաձայն քո ձեռքն ու բազուկը տեսնենք մեր կյանքերի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր մեզ դիտելու են, թող իրանց վրա քո հոգին գա, քո զորությունը գա, որ ամեն մեկի սիրտը դառնա դեպի քեզ, որ ամեն մեկի միտքը դառնա դեպի քեզ, ոնց որ դու ես կենտրոնացած եղել յուրաքանչյուրի վրա, գալով ես աշխարհ, թող ամեն մեկը, որ գալիս այս աշխարհ, կենտրոնացած լինի քեզ վրա, բարձրանա քո մեջ, բարձրանա քո իրականության մեջ, քո փառքի արտացոլանքը դառնա Սուրբ Աստված։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այս ուղերձի համար, քո սրտի համար, որ դու տալիս ես մեզ զգալու քո սիրտը, ճաշակելու, որ դու մեզ կանչում ես ճաշակելու եւ ոչ թե ուղակի, ինչպես տեղեկատվություն ունեցողների պես մանգալացողներ։ Տեր, շնորհակալ ենք, որ դու մեզ կանչել ես կենթանի հարաբերությունների մեջ եւ թող այդ ճաշակելը այնքան իրական լինի, որ մեզանց յուրաքանչյուրս նույնը չմնանք, այլ փոխվենք քո ուզածի պես, որովհետև դու մեր մասին այնքան սարմանալի մտքեր ունես, թող այդ մտքերը մեր մեջ բարձրանան ու մեզանց յուրաքանչյուրս հավատանք եւ համաձայնվենք եւ հաշվի նստենք եւ նույնանանք քո ուզածների հետ, որտեղ նրանք բարի են մեր յուրաքանչյուրիս համար եւ ավելին այնքան մենք կարանք պատկերացնենք Հիսուսի զորավոր անունով։ Ամեն, ամեն։ Այո, դու կարող եք ծափ տալ Տիրոջը, ծափարեք նրան։ Նա արժանի է։ Ով ազգում Աստծո ներկայությունը յուրահատուկ ստեղ։ Ես այնքան sense ռեալ զգում եմ, գիտեք, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, որ ինքը միշտ ձեր հետ է։ Ինքը ժամանակ առ ժամանակ ձեր կենտրոնացման պատճառով է բացվում։ Հենց դուք կենտրոնանում եք նրա վրա, նա բացվում է։ Հավատացեք, նա երբեք ձեզ չի թողում։ Նա միշտ ձեր հետ է։ Ձեզ պետք է վերջի բան եմ ուզում ասեմ։ Մի օր միտքը ինձ վերցրեց, որ Աստված ամենուրեք է։ Ու գիտեք, ես երևի մի ամբողջ շաբաթ ուր որ քայլում էի, գալիս էի կանգար, կանգնած էի կանգարում, մեկ էլ մեջս ասում եմ, դե հիմա դու ստեղ ներկա ես, միտքը ինձ վերցնում է, մեկ էլ գնացել եմ պոեզի մեջ, նստե գնացքի մեջ, դե գնացքի իր համար էթում է, ասում եմ, հիմա ստեղ էլ ես ներկա, ես իմ ներսում հարցնում եմ, չէ որ ինքը ներկա է, բայց ես հարց եմ տալելը, պատկերացեք այդ ամբողջ շաբաթը այս մտքերը ինձ վերցրել էին, ուր էթում էի ասում եմ, ստեղ էլ ես ներկա, ստեղ էլ ես ներկա, ստեղ էլ ես ներկա, որտե գալիս եմ, ստեղ էլ ես ներկա, մեկ էլ արդեն որ այդ շաբաթվա վերջը վերջանում էր, արդեն ոչ թե հարցականով ի տալի, նստել եմ գնացքը ինչ որ գործից հետ եմ գալիս, մեկ էլ այդ պահը թունելից դուրս եկե, նայում եմ պատուհանից երկինք, նայում ասում եմ դու ստեղ էլ ես ներկա, ու սենց հիացմունքով եմ ասում, մի պահ մոռացել եմ, որ ես մարդկանց մեջ եմ, էդի տեսնել էր պետք, ես մի պահ մոռացել եմ, որ մարդկանց մեջ եմ, ու ես ասում եմ, արդեն հարցականով չէ, դու ստեղ էլ ես ներկա, ու տենց հիացած նայում եմ, մեկ էլ հանկարծ աչքս ընկավ դեմից մարդու, այս մարդը բերանը բաց նայում անձի, ես չգիտեմ ինքը ինչ էր, ես մի անգամ սթափվեցի ու սենց ոնց որ մի պահ հետ եկա արդեն էլի, ոնց որ հասկացա ես ուրիշ տեղ եմ հիմա, բայց Տերը ներկա է,
Հիմա գիտեք, այս որ դուք զգում եք այս ներկայությունը, այս ձեր հետ էթալու է։ Դուք ինչքան ձեզ վարժեցնեք այս ամբողջ շաբաթվա մեջ, ուղակի կենտրոնացնեք ձեր միտքը, ձեր սիրտը, ինքը բացվելու է, որտեվ ինքը բացվում է, երբ որ դու կենտրոնացած ես իր վրա։ Ինքը չի բացվի, եթե դու ուրիշ բանի վրա ես կենտրոնացած։ Ինքը համբերությամբ կնստի, ասենք ինչ որ բան ես նայում, ինքն էլ կնստի քո կողքը, կսպասի մինչև դու հանկարծ, արա Տերս դե ներկա է։ Հիսուս, ինչ ես ուզում որ անեմ։ Ուզում ես հաղորդեմ, ուզում ես ինչ որ մեկին այցելեմ, ինչ ես ուզում ես ինչ որ մեկին զանգեմ։ Հանկարծ կզգաս, գիտես, մի պահ, եթե դու մտածես, մի պահ, դրեք ձեր հեռախոսների մեջ մի հատ հիշեցում, որ ամեն օր այդ հիշեցումը ձեզ հիշեցնի, որ Տերը ներկա է հիմա։ Ուղղակի արեք այս բանը, փորձառաբար մի հատ արեք, էլի շատ լավ բաներ եք վերապրել, ուղղակի արեք, թող այդ զնգոցը լինի ու ձեր ներսում էդի հիշեցնի, Տերս դե ներկա է, Տեր ինչ ես ուզում որ անեմ։ Էդի կփոխի մեր ընթացքը, սիրելիներս, եկեք իրականում փառաբանենք Տիրոջը, մի երգ վերցնենք Տիրոջը, փառաբանենք ու գնանք խաղաղությամբ։ Եղեք շատ-շատ օրհնված։